Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Գաթողիկե Սուրբ Էջմիածնի դոնեն 2 օր յետ 3 շաբթի օր ամեն տարի Հայաստանյա ցարակելական եկեղեցին գեիշադագե դոնը 2 սրբուհիներու՝ Սրբուհի Նունեին եւ Սրբուհի Մանյային։ Այս 2 սրբուհիները մաս կգազմեին Սրբոց Հրիփսիմյանց եւ Գայանյանց գույսերուն։ Անոնք երբ Հռոմի Թեոգրիդիանոս գայսրին գոմե գահալացվին 70 գույսերով Հռոմեն ճամփագել են նախկուքան Եգիպտոս, ապագանցին Երուսաղեմ, այնտեղ Աստվածամայրը անոնց կերևի եւ գուղարգե զանոնք դեպի Հայաստան աշխարհ։ Ջանաբարին գաստին նախ Ետեսիա, որ հայոց ապկար թակավորը քրիստոնյա եղած էր, ոմանք գույսերեն այնտեղ կմնան, ոմանք վարակա լերներուն վրա կմնան, իսկ 37 հոգի գույսեր գաստին վաղարշաբաթ Գայանյանց եւ Հրիփսիմյանց գույսերը եւ ինչպես պատմությունը գիտեք դրտատ հայոց թակավորին գոմե գենտարգվին չարաչար դանչանքներու եւ գնահատակվին վաղարշաբաթի մեջ, որոնց նահատակության վայրերուն վրա Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մադուրներ գաստադե եւ Աբասիլերներ Գոմիդաս Աղցեցի Գաթողիկոսը Հրիփսիմյանց դաջարը կգանքնե 618 թվականին եւ Սրբուհի Գայանյանց ուրեմն Գայանեի նահատակության վայրը Սուրբ Գայանեի եկեղեցին 630 թվականին։ Սուրբ Հոգին գարկմը գույսեր հերու բահեց այս նահատակութերեն, որբեսի զանոնք իր փառքին եւ քրիստոնեության դարածման համար օգտագործե։ Այդ սրբուհիներն մեկն էր Սրբուհի Նունեն։ Ով էր Սրբուհի Նունեն։ Սրբուհի Նունեն ասեմ որ այսօր կհամարվի Վրաստանի լուսավորիչը։ Ինչու՞, որովհետև ինքն էր որ Սուրբ Հոգին առաջնորդվեցավ Վրաստան եւ այնտեղ քարոզեց եւ խաղաղ կյանքով իր կյանքը ավարտեց 340 թվականին։ Այսօր անիգա վրացիներու մոտ ծանոթ է որպես Սրբուհի Նինո եւ անոր հիշադակը մշտապես վրացիները կգադարեն հունվարի 14-ին, ռուսերն ալ անոր հիշադակը կհարկեն եւ կդոնեն հունվարի 27-ին։ Իսկ մենք միշտ ինչպես ասի Գաթողիկե Սուրբ Էջմիածնի դոնեն 2 օր յետ այսօր։ Ուրեմն Սրբուհի Նունեն վարակա լերեն գարաչնորտվի Սուրբ Հոգին գոմե թեպի Վրաստան։ Այնտեղ բարեբաշտական եւ ճգնավորական կյանքը գաբրի եւ Սուրբ Հոգին անոր զորություն կուտա հրաշքներ կատարելու։ Կպատմվի թե ինչպես մայրը ուներ մեկադիկ որդիմը, որ մահացու հիվանդ էր, երբ գլսե Սրբուհի Նունեի մասին, անոր զգարնե իր զավակը եւ գդանե անոր մոտ ճգնարանը եւ գխնդրե, գսե որ եթե գրնաս թեղ ու թարման դալ այս զավգիս, որբեսի բժշկվի։ Եվ Սրբուհի Նունեն գսե ես աշխարհիկ մարդկային թերեր չունիմ որբեսի քու զավակդ բժշկեմ։ Ես կքարոզեմ դիեզերքի փրկչին մասին, որ ինք բժիշկներուն բժիշկն է եւ ինքը բազմաթիվ այսպիսի հիվանդներ բժշկած է։ Ես անոր մասին է որ կքարոզեմ։ Եթե հավատաս, պիտի բժշկվի զավակդ։ Եվ որովհետև ինք ամենակարող Տերն է, հետևաբար գրնա բժշկել։ Եվ իսկապես կբժշկե Հիսուսի անունով այդ մահացու զավակը։ Գինը այնչափ կուրախանա եւ մարդիկ որ կտեսնեն կփառավորեն Աստված եւ կսկսին հավատալ Քրիստոսի։ Այդ օրերուն Վրաստանի թագավորներ Միհրան թագավորը անոր գինը Նանա թագուհին, ինչպես նաեւ աղջիկը ծանր հիվանդ էին։ Երբ Նանա գլսե Նունեի հրճագին մասին եւ գլսե թե ինչպես անիգա կբժշկե, հետևաբար պատգամավորներ կղրգի անոր մոտ, որբես իզինք բալատ բերեն։ Սակայն Նունեն իր ճգնարանեն դուրս չելեր։ Գսե որ ես ըստրուգ եմ գսե։ Ես այսպիսի բալատներու մեջ մտնելու ջոխություն չունիմ եւ չեմ կար։ Հետևաբար
թակուհին ինք ըստիբաց ջկնարան գուքա եւ երբ ջկնարան գուքա նունեն գխոսի թակուհին Քրիստոսի մասին եւ Հիսուսի անունով գպժշկեզինք գպժշկե նաեւ անոր աղջկան խաչագնքելով անոր վրա եւ թակուհին գպժշկվի թակուհին գխոստանա մեծամեծ նվերներ դալ նունեին սակայն նունեն գսե ես գսե նվերներու գարիք չունիմ բացարձակ կերպով ինձի համար եթե գուզես նվերնել ապա Հիսուս Քրիստոսի հավատա թուն ընտանիքովդ միասին որբեսի ամբողջ ընտանիքդ բժշկվի նանան գխոստանա եւ իսկապես գերտա ուրեմն թակավորի մոտ եւ գբատմե նունեի մասին գբատմե Հիսուս Քրիստոսի մասին թակավորը գուրախանա որ իր գինը աղջիկը բժշկված են սակայն լրջության չառներ թակուհին խոսքերը սակայն օրմը երբ որսի գերտա թակավորը իր ուրեմն զորագամներուն հետ միասին հանգարց մեկ անգամեն այդ լերներու մեջ թանցր մարախուղ մշուշ մգբադե այնքան թանցր որ այլևս գմոլորին ջամփան գշերին եւ ահավոր վտանգի դիմաց կգտնվին թակավորը եւ իր հետ եղողները կսկսին իրենց չաստվածներուն հեթանոս չաստվածներուն աղաղագել եւ անոնց օգնությունը խնդրել սակայն ոչ մեկ պատասխան հանգարց թակավորը գիշե նունեի մասին եւ գսե նունեի աստուծուն գտիմեմ Հիսուս Քրիստոսին եթե ինք օգնե ինձի ապա գխոստանամ որ լքեմ հեթանոսությունը եւ դառնամ ու ճաշտեմ ճշմարիտ Աստվածը եւ հազիվ այս աղոթքը գնե եւ Հիսուս Քրիստոսի անունը գուտա անմիջապես այդ անթափանց մշուշը գանհեդանա ինչպես մեկ անգամ եկած էր այդպես ալ գանհեդանա եւ թակավորը եւ դուք դառնա թակուհին գբատմե նանա թակուհին երկուքն ալ գփարավորեն դերը ու միասին գերտան նունեի մոտ ջկնարան եւ գբատմեն ինչ որ բադահաձեր եւ նունեն անոնց կխոսի Հիսուս Քրիստոսի մասին եւ թակավորն ու թակուհին գնդունին Հիսուս Քրիստոսը գմգրդվին ապա թակավորը ինքը ավականին կխոսի եւ գորոշեն հերանալ հեթանոսութենե թակավորը գոքնե Միրան թակավորը գոքնե նունեին որ հեթանոսական մեծ աստուծո արամաստի արցանը գուրկը քանթել եւ Քրիստոսի խաչի նշանը տնել եւ ըստ վրացական աղբյուրներուն անոնք գուղարգեն պատգամավորներ Հռոմի Կոստանդիանոս գայստրին իսկ ըստ Մովսես խորերացին եւ հայկական ուրեմն վգայապանությանց գուղարգեն պատգամավորներ Սուկրիկոլ լուսավորչին եւ գխնդրեն գրոնավորներ որբեսի քան եւ ազգը մգրդեն եւ իսկապես ալ երբ գրոնավորներ գուքան գուրքեդին մեջ գմգրդեն թակավորը թակուհին եւ նաեւ ուրեմն ավականին ու ժողովուրդը եւ ահավասիկ անոնք գնդունին քրիստոնեությունը եւ գաբրին Քրիստոսի օրհնությամբ նունեն բազմաթիվ այլ քաղաքներ ալ գայցել է նույնիսկ Չավախք եւ Փարվանա ուրեմն քեդին լիջին մեջ որ ամենեն մեծ լիջն է այսօր Վրաստանի այնտեղ նաեւ հովիվներեն ջաշ կխնդրե ցկնորսներեն ջաշ կխնդրե գործնե ու գքարոզե եւ բազմաթիվ քաղաքներ շրջելով քրիստոնեությունը գդարածե եւ 340 թվականին իր աչքերը խաղաղության մեջ կփակե Կալով մանիագույսին մանիագույսը գմնա վարակա ուրեմն շրջանի մեջ եւ գուքա սիրելիներ այդ ժամանակ Եգեղիած քավարը որուն գետրոնը երզնգան էր եւ Սեբու լերան վրա ուրեմն ջկնավորական ցանկ կապրի խստությամբ այնտեղ գարանցնա եւ աղոտ կփարսացնե երկար տարիներ շարունակ երբ մեր հավատքի հայրը Սուկրիկոլ ուսավորիչ իր ձերացած էր եւ ցանկի վերջավորության ասած էր գորոշե հերանալ գաթողիկոսական աթորեն իր գաթողիկոսական աթորը գանցնե իր գրծեր որդին Արիստագեսին եւ ինք գարանցնա
Սեբուհ լերան վրա այն վայրը, ուր որ մանիա գույսը ուրեմն գջկներ։ Եվ երբ գուքա գլսե մանիա գույսին ցայնը, մանիա գույսը իրեն գսե դագավին քարայր չմտնես 3 օր յետ եկուր եւ այդ ժամանակ գտեսնենք Սուրբ Գրիգորոսավորիչ 3 օր վերջ երբ գվերադառնա քարայրը գտեսնե մանիա գույսը որ իր աչքերը այս աշխարհին դիմաց փակած էր ու բացած հավիտենական կյանքի մեջ եւ այդ ժամանակ Սուրբ Գրիգորոսավորիչ ինչպես որ մանիա գույսին մյուս ընկերուներուն հրիփսիմյանց եւ գայանյանց մարմինները թաղածեր այդ բադիվին արժանացած էր ահա նույն բադիվին կարժնա եւ սամոսներով ու օրհնություններով գտաղե մանիա գույսը նույն քարայրի մեջ եւ այդ քարայրի մեջ ալ Սուրբ Գրիգորոսավորիչը գջկնի եւ այնտեղ նաեւ գմահանա անոր համար այդ քարայրը գոչվի մանիայի այր կնշանակի քարայր որտեւ մանիա սրբուհին այնտեղ էր որ ջկնած էր 323-ին իր աչքերը կփակե ավասիկ սիրներ այս երկու սրբուհիներուն դոնն է այսօր գաղոթեմ եւ գխնդրեմ ամենապարին աստուծմե որ մեր հայ ժողովրդի զավակները այս սրբուհիներուն նման արաքինություններով լեցնե սրտանց կշնորհավորեմ բոլոր անոնք որոնք նունե եւ մանիա անունը կգրեն եւ գաղութեմ որ իրենք այս սրբուհի գույսերուն ցանկի վարքի օրինակով ապրին եւ իրենց ընտանիքներու մեջ իրենց շրջապատի մեջ լույս եւ աղլան եւ դուք սիրելի ծնողներ ծեր զավակները սրբուհի հրիփսիմեի սրբուհի գայանեի մանիայի նունեի անունով գոչեցեք եւ բացատրեցեք անոնց թե ինչու համար զիրենք գոչեցիք այդ անունով որբեսի գիտնան սրբուհիներու կյանքը եւ իրենք ալ այդ արաքինություններով ապրին գաղոթեմ եւ գխնդրեմ բարեխոսությունը սրբուհի նունեի եւ մանիայի մեր ազգի եւ համայն քրիստոնյա ազգերուն համար որբեսի սիրներ քրիստոնյա ազգերը իրարու նկատմամբ սիրով եւ սրբությամբ ապրին ոչ թե ադելություն ուննան այլ սիրով եւ սրբությամբ ապրին եւ ապրին ինչպես որ իրենց գույսերը ապրեցան թող խաղաղություն լա աշխարհի մեջ խաղաղություն թող լա քրիստոնյա ազգերու մեջ բادرազմերը թող թատրին խաղաղություն թող լա մեր երկրի մեջ եւ մենք իրարու հանդեպ սիրով եւ սրբությամբ լանք սիրներ վերջ տնենք ադելությունները վերջ տնենք գրիվները նեղությունները եւ գարնանք իսկապես աստուծո դառնալով սուրբերու ցանկի օրինակով ապրինք քալենք լուսավոր ցանկի մեջ են սրբության ջամփու մեջ են որբեսի մենք ալ մեր շրջապատի մեջ լույսը լանք ինչպես որ այս սրբույները լուսավորեցին աստուծո հոգիով իրենց շրջապատը եւ ապրած երկիրները Հայաստան աշխարհը օրտնված է թե հերիփսիմյանց թե գայանյանց գույսերով ինչպես նաեւ սրբուհի նունեով եւ սրբուհի մանիայով որոնք Հայաստանի մեջ ալ քարոզեցին եւ ապա սրբուհին ունեն մեկնեցավ Վրաստան եւ այնտեղ լուսավորիչ դարձավ վրացի ասկին իսկ սրբուհի մանիան մնաց մեր հայրենի հողի մեջ եւ իր ցանկը բարեգրոն հրեշտականման ցանկը ավարտեց եւ այնտեղ էր որ Սուրբ Գրիգորոսավորիչը նաեւ իր ցանկի վերջին օրերը ապրեցավ թող անոնց բարեխոսությունը մեր բոլորին վրա ալան ամեն Աստված ձեզ արադաբեստողորտնե բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին